Զոհված զինվորի 60-անց ծնողները որդի կունենան, հրապարակ ԵՄ գրում է. Կարդում ես 44-օրյա պատերազմի սարսափը Գարիկ Դավթյան սպա զինվորական կրթությամբ 22 տարեկան Արտաշատի տարածաշրջանի Մասիս գյուղից տան միակը զոհվել է արցախա-ադրբեջանական սահմանի թեժ մարտի ժամանակ հակառակորդի կրակը հետ մղելիս Հադրութի թեժ կետում։ Զոհվածի ծնողները 60-անց են, ճերմակամազ տանջահար դեմքերով մայրը լաց է լինում, հեշտ է այդ տարիքում միակ զավակին կորցնել։ Մոր տխրության մեջ մի անուշ բան տեսա, ասես խավարից լույս էր ճառագում։ Ակամայից նայեցի տեսանյութը, ինչու է 60-ամյա կնոջ արցունքներից լույս հորդում։ Ես եմ զգում, թե խաբկանք է։ Հենց դա ինձ ստիպեց նայել տեսանյութը հասկանալու այդ խորհուրդը։ Պարզվում է, որ մայրը երեխայի է սպասում փոխնակ մոր միջոցով։ Ինչ ուժ կա մեր մայրերի մեջ, իրենց տղային կորցնելուց հետո ամուսիններով գիշերը անք ունեն եւ ասում են. սկզբում մտածում էինք տարիքն իրենը կանի, նորածնին խնամելը հեշտ չէ, հետո մտածեցինք այսպես թե այնպես գիշերները անք ունենք, հիմա ուժ ու եռանդ միավորել եւ սպասում ենք։ Ահա թե որտեղից է գալիս լույսը, որ հորդում էր լաց լինող կնոջ աչքերից։ Մի քանի օրից իրենց որդին կծնվի։ 60-անց ծնողները ասես իրենց Գարիկին են սպասում սիրով եւ քնքշությամբ, այնքան սեր կա մոր խոսքերում, երբ ասում է այսօր դեռ չեմ խոսել, չեմ ուզում արթնացնել։ Չի ուզում արթնացնել փոխնակ մոր կրծքի տակ ննջող իր փոքրիկին եւ փոխնակ մորը։ Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես են իրենց փոքրիկին դիմավորելու ծնողները, լաց լինելու աստիճան ուրախալի։ Գուցե այս պահին արդեն գալիս է որդին։